Նախ պարոն վարչապետ, Սաշիկ Սարգսյանը գումար չի վերադարձրել, դա 2018 թվականին ներկայացվեց որպես նվիրատվություն, որտեղ այդպես էլ հանրության համար պարզ չեղավ, թե դա ինչ գործի շրջանակներում է վերադարձրել, եթե մանրամասներ կան կխնդրեմ հայտնեք։ Պարոն վարչապետ, դուք ձեր գնահատականը, ձեր արձագանքը ո՞րն է Օրդուբադում տեղի ունեցած այսպես կոչված չակերտավոր արևմտյան Ադրբեջան վերադարձ այդ փառատոնի հետ կապված, որովհետև դա տեղի է ունեցել, պահանջներ են ներկայացվել Հայաստանի Հանրապետությանը եւ ոչ ԱԳՆ-ն է արձագանքել, ոչ վարչապետի աշխատակազմը։ Դա ընդունելի չի, բայց մյուս կողմից ես ասում եմ, ես գիտեմ դա ինչ պատճառահետևանքային կապեր է գիտեմ։ Բայց նույն կերպ ընդունելի չի Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերը Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ այսօր առաջի հարցի հետ կապված հիմա նոր որ ասցի, օրինակ Կոմիտասի այգու վերադարձի մասին, հայտել է կամավորության բանով ստորագրել վերադարձել են, բայց հիմա մի դեպքում երկար դատական process-ներ կան, մի դեպքում հնարավոր է լինում առանց դատական process-ներին դա ապահովել։ Հիմա անուն կլինի նվիրատվություն, անուն կլինի վերադարձ, անուն կլինի կամավոր հրաժարում։ Իմիջիայլոց ապօրինի գույքի բռնագանձման համակարգում, եթե չեք մոռացել, կա նաև հաշտության ռեժիմ, երբ որ գալիս են կողմ գալիս է եւ հաշտության պայմանավորվածություն ձեռք բերում, այնպես դա նորմալ բան է, փաստն է, որ այդ փողը տեղափոխվել է պետական տիրապետության։ Քայլեր ձեռնարկելն են, ես ասում քայլը ռազմավարական գործարքն է։ Պետքա դադարեցվի երկկողմ։ Պետքա դադարեցվի Հայաստանում էլ, պետքա դադարեցվի Ղարաբաղի շարժումը մի ժամը լրացավ։ Շարունակելու փորձերը։ Իմիջիայլոց նոր երևույթ կա, նախկինում այդ երևույթը երբեք չի եղել։ Այսօր ես մարդկանցից նամակներ եմ ստանում այդ թեմաներով։ Եվ մարդիկ ըստ ամենայնի նախ այս խոսակցության ընթացքում իրանք ընկալել են թեման եւ օրինակ ինձ նամակներ են գրում նույն խորհրդանում Ղարաբաղի դրոշների արկայության վերաբերյալ, ինձ նամակներ են գրում տարբեր ելույթների վերաբերյալ, որ բա տեսեք այս ելույթում փաստորեն իրանք այդ գիծը տանում են, որ բա որտե՞ց է ֆինանսավորվում այդ աթոռը եւ այդ նստարանը։ Պետական բյուջեից չի ֆինանսավորվում, պետական բյուջեից չի ֆինանսավորվում։ Պետական քաղաքական, բա պետական ինստիտուտ է։ Բա հարց է ծագում, այսինքն Հայաստանի Հանրապետություն տարբեր պետական ինստիտուտներ, տարբեր քաղաքականություններ են վարում։ Ես իմ նախընտրական վերջին հարցազրույցի լռության օրը նախորդած հարցազրույցի մեջ ասացի, որ այսօր միջև այսօր երբեմն լնում է կառավարության որոշումների մեջ օրինակ արտահայտություններ են լինում այդպիսի։ Ինչ որ մի պահ կա, երբեմն ես մտածում եմ, որ ինչ որ մեկը հատուկ է արել, բայց նաև մենք պետք է հասկանանք, որ այդ իներցիան 30 տարի մեր մեջ պատտվել է, հեշտ չի, մարդիկ դա ասում են չեն նկատում։ Ես էլ օրինակ նույնիսկ մեր խմբակցության անդամների ելույթ նույնիսկ իմ խոսույթի մեջ երբեմն օգտագործում եմ իներցիայով բառակապակցություններ, որոնք այդ տրամաբանությունից բացարձակապես դուրս են։ Եվ չարամիտ ընկալման դեպքում կարելի է դա ընկալել որպես երկակի խաղ, բայց այդ դեպքում ինչի ես ասեցիք, բայց այդ դեպքում ինչի ես ասեցիք։ Նկատի ունեմ դա process է։ Եվ ես ինչի համար եմ ուրախ, որ մենք հասել ենք այս կետին, որ այս թեմաների մասին ես բացությամբ խոսում ենք, դա կարևոր կետ է եւ պետք է շարունակենք խոսալ։ Շնորհակալ։ Ինչի մենք չենք տեսնում։ Ինչի մենք ծառայություններ ունենք, որ հետազոտում են իրանց մեկնաբանությունները, այդ թվում իրանց սոցիալական ցանցի տիրույթները, իրանց պաշտոնական հայտարարություն։ Պարոն Մակարյան, ես ձեզ ասացի, որ մենք ծառայություններ ունենք, որ վերլուծում ենք, չէ՞ մենք տեսնում ենք մարդիկ ինչ են խոսում, ինչ են ասում, ինչ են հարցազրույցներում հայտարարում։ Այդ թեմաները մենք ենք քննարկման բերում այդ թեմաները, այդ թվում այդ առիթներով։ Եվ ռազմավարական գործարքը ես դրա մասին ասել եմ մի քանի անգամ։
որ մենք առաջարկել ենք ռազմավարական գործարք եւ մենք շարունակաբար այդ գործարքը առաջարկում ենք, բայց այդ գործարքը մենակ Ադրբեջանին չի ուղղված, այդ գործարքը նաեւ ուղղված է մեզ։ Եվ հիմա նոր փուլ է, նոր էտապ է բացվում, որովհետեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց քվեարկությամբ արտահայտել են վերաբերմունք եւ սրա հետ պետք է հաշվի նստել։ Եվ սա հարց է, որին ելի եմ ասում, մենք պետք է խոսենք, հասկանանք, որովհետեւ պատճառահետևանքային կապերը եւ կոնտեքստը պետք է հասկանանք։ Այլևս քողարկված խոսելու կարիք չկա, որովհետեւ թեման բաց է եւ նախընտրական քարոզչության ընթացքում էլ բաց այդ մասին խոսել ենք։ Այս նախընտրական քարոզչության առանձնահատկությունը գիտեք, որն է, իհարկե մի քիչ ավել, մի քիչ պակաս, բայց ոչ մի թաքնված թեմա չի եղել։ Սովորաբար լինում է թեմաներ, որ շրջանցվում են աչքից ձախից։ Այս նախընտրական քարոզարշավի ընթացքում 0 փակ թեմա եղել։ Բոլոր թեմաները բաց քննարկվել են, նույնիսկ շատերը համարում են, որ դա այդքան էլ լավ չի, այդքան բաց, այդքան կրկոտ եւ բոլոր թեմաները քննարկվել են։ Եվ դա վատ չի։ Ես կարծում եմ դա լավ է, որովհետեւ մենք պետք է խոսենք։ Հասկանալու համար պետք է խոսել, պետք է դետալների մեջ մտնել, մանրամասների, չխոսելով, ոչ մի բան չնայելով, չդիտարկելով, ոչ մի բան չենք հասկանա եւ առաջ չենք գնա։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։